Եվ այնպիսի վիճակի մեջ դնել Ալիևին, որ չկարողանա նույնիսկ խոսել։ Թուրքիայի չեզոքությունը ստանալու համար Ռուսաստանը գնաց գործարք, որ մարտի 1-ի երեսրա մեջ գործողանձը մեկն է Նիկոլ Փաշինյանն։ Բա որտեղից գտնեն երկրորդ Նիկոլ, որը կատարում է բոլորի ցանկությունը։ Նիկոլի 1 ժամ նույնիսկ մնալը դառնալու է բոլորիս գերեզմանափոլը։ Սպասարկեցին այնպիսի պատերազմ, որտեղ ավելի շատ զոհ լինի, ավելի շատ կորուստ լինի եւ Հայաստանը լինի ամենախոցելի իրավիճակում։ Ժողովուրդը վախեցած է պատերազմով։ Այսօր մեր վրա ծիծաղում են Փաշինյանի կերպարով։ Թուրքիայի հետ ընդհանուր սահման, Հայաստանը պետք է չլինի, սա իրենց պատկերացրոցը։ Ասում են մեկը բան չի փոխվում, ինչ ես խոսում։ Ոնց բան չի փոխվելու։ Արցախը տվեց, հիմա Սյունիքը կտա։ Հայաստանը կտա, ես հետ եմ ասում։ Մեր անվտանգությունը, մեր արժանապատվությունը։ Հետո Ալեքսանդրապոլին երազելու ենք։ Ցեղասպանության հիշողությունը ամաչելու, վախենալու հարց չի, դա անվտանգության հարց է։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը դուք տեսնում եք ձեր էկրաններին եւ որի մասին հղումը կարող եք գտնել վիդեոյի նկարագրության բաժնում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Այսօր ունենք չափազանց հետաքրքիր ու հարգարժան հյուր, ում եւ սիրով ներկայացնում եմ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյան, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Դեմոյան, այսօր ապրիլ 23-ն է, ապրիլ 24-ին ընթառաջ ինչ կարող ենք արձանագրել։ Ինչ շրջափուլում ենք գտնվում, ինչի ենք հասել, գիտնականի տեսանկյունը։ Եթե սառնասիրտ բնութագրումներով մոտենանք, իսկ ես փորձում եմ միշտ բոլոր իրադարձություններին նայել պատմաբանի աչքերով եւ չտրվել հույզերին, հուզական տեքստեր չասել, բայց եթե 4 տեքստով նկարագրենք այն իրողությունը, որտեղ մենք գտնվում ենք, ապա հետեւյալն է դա. ներկա փուլում Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին գտնվող անձինք առաջի դեմքի մակարդակով զբաղված են թիրախավորելով ցեղասպանության հիշողությունը, ցեղասպանության պատմական փաստը եւ այն հաստատությունները, որով զբաղվում են, տվյալ դեպքում խոսում ենք Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի մասին, եւ սա չափազանցություն չի։ Ես չեմ բնութագրի վատ բառերով, չեմ ասի սա ողբերգականություն, բայց սառնասիրտ ընդունելը չի նշանակում հաշտվել, չի նշանակում ընդդիմանալ եւ չի նշանակում պատժից զերծ սպարել նման դրսևորումները ապագայում։ Մենք ունենք ակնհայտ ցեղասպանության փաստը ժխտելու հայտարարություններ Նիկոլ Փաշինյանի կողմից, Անդրանիկ Քոչարյանի կողմից եւ մի քանի падգամավորների կողմից։ Ինչ է ժխտողականությունը։ Կրկնում եմ նրանց համար, ովքեր հետեւողականորեն եւ հաստատակամորեն չեն ուզում հասկանալ։ Ժխտողականությունը չի նշանակում եղել է թե չի եղել ցեղասպանությունը։ Սա պարզագույն ձևակերպման է։ Ցանկացած ծայրագույն հանցագործության մեջ, լինի դա կլինի հոլոկոստը, հայոց ցեղասպանություն կամ մեկ այլ հանցագործություն, եթե դու դրվագային վերցնում ես եւ հարցականի տակ ես դնում, կամ ասում ես պետք է մի հատ նորից ուսումնասիրենք զոհերի թիվը, թե ինչու է եղել, ինչու հիշողությունը կար, հետո չկար, դա արդեն դու կոտրում ես այն պատը, դու նորովի չես մոտենում, ոչ մի գիտական նորույթ չես անում այնտեղ, ոչ մի կոնցեպտուալ նորություն չես մտնում, դու ընդհանրապես փորձում ես հատվածային հարվածներով, տեղային հարվածներով ընդհանուր հանցագործությունը եւ դրա ծանրագույն հետևանքները հարցականի տակ դնել կամ մեղմել դրա հետևանքը, դա էլ նույնպես ժխտողականություն է կոչվում։ Բայց սրան զուգահեռ Թուրքիայում հերոսացնում են ոչրագործներին։ Եթե Քոչարյան Անդրանիկը այստեղ ուզում է 1.5 միլիոն զոհերի անունը ազգանուն հաշվի, այնտեղ հերոսացնում են, պարոն Դեմոյան, խնդիրը հետ է։ Միայն Թուրքիան չի, Անդրանիկ Քոչարյանը միայն ցեղասպանության հիշողությունը չի մարգինալիզացնում, հղում տալով դեպ Նիկոլ Փաշինյանն իհարկե հետո եկեց, բայց հետո արձանագրված է, չէ՞ այդ ամենը, բայց քանի որ ներկա իշխանավորների մոտ ընդունված է սուտ խոսելը եւ սուտը նույն օրը չհերկելը կամ հակառակը ասել, արտարացում են, ապա այստեղ մեկնաբանությունները ավելի ուղղակի են, բայց խոսքը միայն Թուրքիայի մասին չի։ Մեր աչքի առաջ տեղի ունեցել ցեղասպանություն, ցեղասպանական գործողություն Արցախահայության դեմ էթնիկ զտման տեսքով։ Այսօր իշխանությունները լեգիտիմացնում են Ադրբեջանի հետ միասնաբար իրականացված ծանրագույն հանցագործություն։ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը կամ հանձնառությունը, որտեղ ինքը չի կարող միանձնավորոշի, ինքը այդ ուժը չունի եւ այդ անձը չի։ Նրանք, ովքեր պահում են այն ուժերը Նիկոլ Փաշինյանին, թիրախավորում են ընդհանուր ցեղասպանության հիշողությունը նաև սրա նպատակով։ Ես ուզում եմ բացատրությունը շատ ճիշտ հասկացվի։ Ընդհանուր հայոց ցեղասպանության հիշողությունը թիրախավորելը նպատակ ունի մարգինալիզացնել այն հանցագործությունը, որտեղ իրենք
ուղղակիորեն ներգրաված են։ Այսինքն Արցախի դեմ իրականացված ցեղասպանությունը, էթնիկ զտումը լեգիտիմացնել, որ պետք է փակենք այդ թեման, շարժումը պետք է մոռանանք, փակվածը, արցախահայերի վերադարձը պետք է մոռանանք, ինչ է սա։ Սա ցեղասպանության իրականացան, որտեղ իրենք համահեղինակ են։ Իրենք համահեղինակ են, դա չեն թաքցնում նույնիսկ պաշտոնական հայտարարություններում այդ կարմիր գծով գնում են։ Իրենք փորձում են տարալուծել սեփական ծանրագույն մեղքերը ընդհանուր ցեղասպանության հիշողության համատեքստի մեջ։ Էս է ամբողջ պատմությունը։ Ինչու երբ ֆոնից սա սկսվեց, ավելի շատ խոսվում է, որ 18-ի այսպես կոչված հեղափոխությունից հետո սենց միսու արուն ստացավ այն թեզերը, որի մասին դուք խոսում եք։ Իրեք, եթե փորձենք անդրադառնալ զուտ պատմաբանի իմ հոտառությունն է, իմ պատմաբանի այսպես ժամանակագրական փուլը, ցանկացած պատմաբանում ժամանակագրությունն է շատ կարող։ Փաստ եւ ժամանակագրություն։ Ինչ տեղի ունեցավ, երբ տեղի ունեցավ։ Այո, 18 թիվը մոռանանք մի բան, առաջին լուրջ նախանշանները, ես խոսում եմ օբյեկտիվ իրականության մասին, փաստահեն փաստեր, որոնք իմ կարծիքով, այստեղ սուբյեկտիվն է աշխատում, իմ կարծիքով կարող է նախասկիզբը լինի եւ նախանշանները, որը պետք է բերեր 18 եւ 20 թվականի կատաստրոֆա, աղետ, որը մինչ օրս հաշվարկված չի, քննված չի եւ մեր միջով անցած չի, այսպես, որովհետեւ չի դրված այդպեսի խնդիր, բացառվում է այդ փորձերը։ Ուրեմն 12 թիվը վերցնենք։ 12 թիվը կոնկրետ ինձ համար իմ դրվագով շատ կարևոր է։ 2012 թվականին ուղղակիորեն շատ բիրտ ձևով փորձ կատարվեց նախ թույլ չտալ իմ ատենախոսության պաշտպանությունը, հետո փորձ կատարվեց տապալել պաշտպանությունը, չստացվեց, երրորդ փուլով այս բոլոր հանձնարարությունները պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էր։ Իհարկե սա միանձնյա որոշում չէր։ Տրված էր հանձնարարական, ինչու ատենախոսությունը, որն էր թեման։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ Արցախյան հակամարտությունը, պատմահամեմատական վերլուծություն, խոսքը դոկտորական ատենախոսության մասին է, եւ ակադեմիայի համակարգում մեկ ինստիտուտի տնօրենը փորձում էր բոլոր հնարավոր միջոցներով տապալել, թույլ չտալ եւ արգելափակել հաստատումը։ Եվ ոչ միայն հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեններ պաշտպանող, մոռանանք այդ դեման, այդ անձը նաեւ հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարն էր։ Այսինքն երկրորդ կարևոր ինքնություն եւ դա արվում էր 100-ամյակի նախաշեմին, 12 թվականին։ Եվ այստեղից եկավ մյուս հարվածը, դա Սաֆարովի հանձնումն էր։ Ուրեմն նույն տարվա մեջ այս նախանշանները խոսում են մասին, որ Ադրբեջանին պետք է գոհացնել, հեքիաթի են դեպի նման, որ տարբեր բաներով հանգարցնա նրան չծակել, որևէ այսպիսի տհաճ նորություններ Հայաստանից չունի եւ գոհացնել բոլոր ցանկությունները։ Խնդիրը դրված այն ժամանակ իհարկե ժամանակ շահել։ Ժամանակ շահել մինչև X պահը։ Եվ այդ նախանշանները մենք տեսնում էինք, որից հետո չխուսափեցինք Քարոզիա պատերազմից 16 թվականին արդեն զանգը հնչեց, որ Ադրբեջանը իսկապես տրամադրված է պատերազմական գործողություններով ստանալ այն, ինչ որ գտնում է իրեն, այսինքն ուժի միջոցով։ Այսօր ամբողջ աշխարհում ուժը արդեն փառաբանվում է։ Ուժի գերակայության մասին գրքեր են գրում, տեսական գրականություն կա, նաև հայերեն թարգմանված կա, կարող են ծանոթանալ։ Արդեն անթակույց է, դա չի թաքցվում։ Ուժի դիրքերից եթե քաղաքականություն ես վարում, ուրեմն քեզ հարգում են որպես ուժեղի։ Իսկ մեր մոտ ինչ է արվում Փաշինյանի միջոցով պաշտոնական քարոզություն կա հնազանդվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի նախապայմաններին եւ շարունակաբար իրագործել եւ բավարարել այդ պահանջները, այսինքն մի կողմից բացահայտ ուժ է կիրառում մեր դեմ, բացահայտ մարտահրավերներ եւ սպառնալիքներ կա, իսկ այստեղ արվում է քարոզություն, խաղաղության եւ ազգաբնակչության վրա վաճառվում եւ վերավաճառվում է մի ապրանք, որը երկու տեղ պետք է ունենա, չէ՞, խաղաղությունը մի կողմի, միակողմանի չի կարող ունենալ։ Եվ եկավ 18 թվականը, որը իհարկե հիմա մի հետաքրքիր երևույթ ենք նախատեսում, ուսումնասիրելու համար շատ հետաքրքիր է, բայց ես ուզում եի, որ խոսեինք կանխարգելիչ պատմագրության մասին։ Ինչ է դա նշանակում։ Արդեն 18 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից գրականություն մեջտեղ բերվեց, ասեն տպեցին գրքեր, մենագրություններ, հոդվածներ արտասահմանյան գիտական հանդեսներում ազգագրագետներ են, վայ ազգագրագետները, որոնք սպասարկեցին եւ մինչ օրս սպասարկում են Նիկոլի այս հակապետական գործունեությունը, ուրեմն կա ակադեմիական դաշտում հիմնավորելու, որ Հայաստանում տեղի ունեցածը Թավշյա հեղափոխությունն է։
Այն շատ པարզ է պատմաբանների, եթե պրոֆեսիոնալ պատմաբան ես եւ չես լռում, իսկ ես չլռող պատմաբանների դպրոցին եմ պատկանում, ես սիրում եմ հիմա բարձրաձայնել, որպեսզի ապագայի պատմաբանը ունենա հնարավորություն կողմնորոշվելու։ Հիմա տեսեք ինչ աբսուրդ իրավիճակ է։ Պատմաբանների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը լռում է։ Ինքը չի ուզում գնահատի այսօրվա ընթացիկ պատմությունը։ Ընթացիկ պատմությունը այս պահն է, 5 րոպե առաջն է, 1 օր առաջն է։ Այս բանը չի ուզում վերլուծել, չի ուզում նույնիսկ քննարկել, օրինակ Գյուղատնտեսության ակադեմիա մեծ ինստիտուտներ հասարակագիտական, որևէ ընթացիկ գիտագործնական քննարկում կամ սեմինար, չկա այդպիսի բան։ Դրված է լռության ռեժիմի վրա։ Մեկի հետ էլ որ խոսում ես, ասում թե 50 տարի հետո արխիվները որ բացվի, այն ժամանակ པարզ կլինի։ Մոռանալու որ մենք ապրում ենք թվայնացման դարում։ Շատ նամակներ, գրագրություն թվայնացված են, ջնջվում են, չեն պահպանվում։ Մնացածը չոր մամուլը որ նայես, ես իդեպ Միացյալ Նահանգներում եմ, երբ տեղ ունեցավ ապրիլ մայիսյանն էս կտեսը։ 18-ին, բայց հետևում է իհարկե բոլոր դրվագները ես հիշում եմ։ Բացի նրանից, որ այնտեղ արդեն ես տեղեկացված էի որոշ աղբյուրներից, որոշ մարդկանց պատկանելիության մասին, առաքելությունների մասին եւ այլն, բայց եկա այստեղի մամուլը նայեցի տպագիր։ Ինչ որ լուսանկար էր ինձ պետք այդ ժամանակվանից։ Ուրեմն այն ինչ որ ուղիղ եթերով ցույց էին տալիս եւ ինչ որ տպված էր տպագիր մամուլում, դրանք լրիվ որոշ պատումներ են։ Ապակա պատմաբանը չի կարողանա կողմնորոշվի տպագիր մամուլով չլինելով ներկա իրադարձությունների մասնակից։ Սա մեծագույն հետևություններից մեկն է, իդեպ, որ արեցի, որ տպագիր մամուլը չի արտացոլում իրականությունը, որ եղել էր եւ ուղիղ եթերով մենք դա տեսնում ենք։ Շատ քիչ լուսաբանում կար ինչ է տեղի ունենում, հա։ Մենք տեսնում ենք ազատություններ հիմնականում, հա, ուղիղ եթերով այդ ամեն ինչը սպասարկում, ոչ թե լուսաբանում, եւ տպագիր մամուլը լրիվ ուրիշ պատմություն։ Հիմա տեսեք, հիմա այս փուլում կեղծ այդ պատումը փորձում են լեգիտիմացնել ակադեմիական դաշտում, ընդդեմ ակադեմիական հրատարակությունների կեղծ ակադեմիական հանդեսներում միջազգային այն ակադեմիական շրջանակները տարբեր ինստիտուտներից, տարբեր անհատներ, ովքեր սպասարկել են 18-ին ակտիվորեն սպասարկել են եւ մինչ օրս չեն վերանայել իրենց տեսակետները։ Տեսակետ վերանայելը դա նույնպես գիտական մոտեցում։ Մարդը սխալվել եմ, ես վերանայում եմ։ Անհատական մակարդակով հա կա ինչ որ դրվագներ, բայց մենք ունենք սփյուռքահայ ինտելեկտուալներ, տեղական, որոնք նաև փոխադարձաբար են աշխատում, այսպես փոխանցումներով մեկը մյուսին, եւ ստեղծվել է մի փակ շղթա, որը փորձում է պատմականացնել եւ լեգիտիմացնել այդ տեսքով այն կրկեսը շինցու, որը տեղ ունեցավ ապրիլ-մայիսյան ամիսներին։ Հիշում եք Մակունցը մշակույթի նախարար առաջին իսկ օրերին մայիսի առաջին իսկ օրերին հայտարարեց, որ պատմության թանգարանում մեր Հայաստանի պատմության թանգարանում պետք է բաժին բացվի, որտեղ պետք է լուսաբանվի Թավշյա հեղափոխությունը։ Այսինքն այն ժամանակվանից կար այն պատմականացնելու մոտեցում։ Իսկ որ Հրանուշ Խառատյանը, Հարություն Մարությանը գիտական հոդվածներ են տպում արտասահմանյան ակադեմիական հանդեսներով եւ շարունակաբար հայտարարում են, որ տեղի ունեցածը արժեքների հեղափոխություն է, իսկ տեղի ունեցածը, եթե քաղաքագիտական terminաբանությամբ օգտագործենք, դա խորքային պետության վերադասավորում էր նախորդ պատրաստված անձնախմբով, հա։ Ինչ որ մարդկանց խումբ կա, որոնք պատրաստվել էին X պահին կատարել գործողություն։ Ես դա պայմանական նաև անվանում եմ հատուկ գործողություն։ Այդ հատուկ գործողությունը ուներ իր կոմպոնենտը տեղեկատվական քարոզչական, այդ հատուկ գործողությունը ուներ շեղողների բանակ, մարդիկ ուղղակի եթեր էին մտնում, հիշատակում էին Սորոս եւ այլն, չգիտեմ, Սև Սատանան եւ այլն, որովհետեւ դուք չմտածեք իրական ակունքների են ուժերի մասին, որոնք այդ ամեն ինչը մշակել եւ իրականացրել են։ Մինչ օրս գործում է բավական մեծ իրական մարդիկ, ոչ թե ֆեյք է, որոնք սպասարկում են Նիկոլ եւ Թավշյայի բանը 8 տարի շարունակ ապակողմնորոշելու համար հանրությունը, որպեսզի հանրությունը դեզօրիենտացիայի մեջ լինի, ինքը չկարողանա հասկանալ որն է ճիշտը, որն է իրականը, եւ նույնը արվում է նաեւ այս նախընտրական քարոզչության մեջ։ Ընդ որում նաեւ ընդդիմադիր կոչվածների կողմից, որպեսզի մեկ կողմնորոշում, մեկ համախմբում տեսակետի հանրության շրջանում չլինի։ Պարոն Նեման, որպեսզի չխառնենք իրար 18-ին ինչ տեղի ունեցավ։ Նիկոլը արեց հեղափոխություն, Նիկոլին բերին, մի հատ բանը ականջը կանչի, պաղպաղակասեր նախագահ ունեինք։ Եկավ, չէ, ինքը մասնակից էր
Որոշ դրվագներ իհարկե դժվար կլինի։ Հետո գնաց Լոնդոնից հրաժարական տվեց։ Մենք հասկանանք էլի այդ երկար բարդ բառերը։ Որպեսզի ես խիզախություն դրսևորեմ ասեմ այդ հատեմ կարմիր սահմանը, ես սիրում եմ խոսել ոչ վերապահումներով, այսինքն այն ինչ որ կա, դա իմ տեսակետն է։ Ես պատրաստ եմ պատժիժ կրել, ես պատրաստ եմ քննադատվել, հա, եւ այլ։ Եվ իհարկե պատրաստ եմ բանավեճի։ Եթե ինչ որ մեկը կա, ունի հակադիր կարծիք, թող գա քաղաքակիրթ բանավեճի։ Մենք որպես մեդիա հարթակ պատրաստ ենք, ես դա հրապարակավ։ Ինչ օրս ես հրավիրել եմ բազմաթիվ անգամ այդ սպասարկու խմբին, պատմաբաններ, ովքեր կեղծարարությամբ են զբաղվում, անունները թվարկեցի, բոլորը հրաժարվում են կան։ Հասկանալի է, որտեղ գիտեմ, որ ես կարող եմ շատ անհարմար վիճակի մեջ դնել։ Հիմա պարոն Մերկոնյանը մեզ արձագանքի պատրաստ եք։ Ես վստահ եմ, որ չի գա, բայց եթե պատրաստ լինի, ես կարող եմ ասել ցանկացած բայի, ցանկացած ժամի։ Բայց Մերկոնյանի անունը ես չտվեցի սպասարկուների շարքում։ Ես տվեցի Հրանուշ Խարատյան, Հրաություն Մարության եւ այն քարոզչական խոսացող գլուխները, կարող լինի նաեւ Ստոպիկ Սաֆարյանը, որը վերջերս պատերազմ սկսեց անմոռոկների դեմ անհաջող պատերազմ սկսեց։ Հիմա 18 թվականին նախ պետք է հասկանալ համատեքստ, որպեսզի լուրջ վերլուծություն անեն։ Համատեքստը պետք է հասկանալ, այն ներհայաստանյան իրադարձություն չէր եւ դրանով պայմանավորված չէր։ Այն պայմանավորված էր ավելի մեծ համաշխարհային քաղաքականության բանով, որը ձևակերպեց, հիշում եք, անհաղթահարելի ուժ ձևակերպումը, որը ճնշում էր գործադրել, որպեսզի գային ինչ-որ մարտիկ։ Այդ մարտիկ պետք է գային ոչ թե իշխանափոխություն որպես, հա, նոր մարտիկ, նոր դեմքեր։ Այդ մարտիկ պետք է գային իրականացնելու ծանրագույն հետևանքներով մի առաքելություն։ Պատերազմ Արցախի հանձնում։ Ինչով է դա պայմանավորված, եթե դա տարածաշրջան է, բայց ավելի լայն կոնտեքստի մեջ մենք դա պետք է նայենք, որ կապված էին ուկրաինական իրադարձությունների հետ։ Լավ։ Ինչու՞։ Որովհետև երկրորդ Ղրիմի պատերազմ եւ ափանում Ղրիմում պատկերավոր եմ ասում։ Իհարկե ռուսական կողմը չէր ցանկանում, որ Թուրքիան լինի ինչ որ առումով, ասենք, զենքի բացահայտ մատակարար, միգուցե եւ միջամտող ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայի չեզոքությունը ստանալու համար եւ դժվար է հերկել այս տեսակետը։ Իմ տեսակետն է, բայց սա միակը չի, ես նաև կրկնում եմ որոշ տեսակետներ, Ռուսաստանը գնաց գործարքի։ Հիմա հակառուսական թեզերով չէ, ես ակադեմիական, մաքուր ակադեմիական տեքստ եմ ուզում ասել։ Ռուսաստանը ունի իր շահերը, մեծ պետություն է, ունի նաև խոցելի կողմեր, ունի նաև ուժեղ կողմեր։ Ռուսական կողմը առանց վարանելու, օգտագործելով նաև ուժերը, լծակները Հայաստանում իրականացրեց մի բան, որը պետք է ապահոver իր հարավային թևը, որպեսզի գործողություններ սկսել դեպի արևմուտք, ինչը տեղ ունեցավ մի քանի տարի հետո։ Դրա համար անհրաժեշտ էր իշխանափոխություն այստեղ, եւ կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր գտնվում էին իշխանությունները, չէին ցանկանա այդ սցենարով լինել Հայաստանում իշխանության եւ կատարել հենց դա, եւ դրա համար կար պատրաստի, այսպես ասած, դիվիզիոնը, մարդկանց խումբը, որոնք չգիտեմ ինչ ձևով են հավաքագրել, բայց գոնե մի քանիսի դեպքերով մենք հասկանում ենք, որ խոցելի են, ինչ որ առումով նաև պատանդի կարգավիճակով են, չէին ցանկանա նրանք լինել, բայց իրանք պարտավոր են դա անել։ Հիմա տեսեք, եկան 18-ին բերեցին 18-ին, շատ ասեմ միջակ սցենար էր այդ ամեն ինչը, եւ այն հասարակությունը, որ ստացել էին 10-15 տարի առաջ, նույն այդ հեռուստաեթերի հակաքարոզչության, հակամշակութային այդպես միջոցառումների բաների միջոցով այդ հանրությունը, ասած, այն պարկ միջավայրն էր, որտեղ Նիկոլը, ոնց ասած, ձուկը ջրում, այսպես ասած, որտեղ միջին վիճակագրական հայ քաղաքացին դա Նիկոլն է, այսպես ասում, եթե կոպիտ ասենք, որտեղ այդ նույն արժե համակարգի, եթե արժեք բառը այստեղ տեղին է, դավանում են նաև այդ մարդը, սուտ խոսել, բանսարկություն, պատասխան չտալ սեփական խոսքերին եւ գործերին։ Այս ամեն ինչը նաև լավ հաշվարկված էր, որովհետեւ հենց այնպես չէին բերում էլի մարդը։ Հիմա 18 թվականից հետո շրջանառության մեջ դրվեցին տարբեր պատումներ, օրակարգեր, մինչ օրս տարբեր օրակարգեր եւ բաներ կեղծ առաջ են մղում, չէ՞, մեր հանրության շրջանում։ Ուրեմն բյուրեղացել է հանրության շրջանում մարդիկ, ովքեր հետնահանջ չունեն։ Իրենք երբեք չեն ասել ներողություն են խնդրում, այո, Նիկոլը խաբեց, Նիկոլը բոլորիս տարավ կործանում, հա, եւ մինչ օրս այն բարոյական նշաձողը, որ կա, չէ, կենցաղի, խոսելավոճի եւ այլն, դա ուղղակի ծաղրանք է, նույնիսկ այն աջակիցներին, որ շարունակաբար նրան աջակցում են։
Հիմա 18 թվականին տեղի ունեցածը կարելի է քաղաքագիտական տարբեր եւ պատմագիտական տարբեր գնահատականներ տալ։ Այսինքն դա խորհրդային պետության որոշումներ, ներքին որոշում կայացվեց եւ բերեցին իշ։ Իհարկե դրան նախորդեց Նիկոլի բանն է, այսպես ասած, ուժգնացումը, դրա ռեսուրսների, այսպես ասած, հավելյալ ռեսուրսների տրամադրումը, գիտեք, ավականու ընտրությունների ժամանակ այն Զիբիլիքս կոչվածը փաստաթղթերը պետք է այն տա, որ Նիկոլը հերոս տղան լինի այն հեքիաթից կամ կինոյի, որը փաստաթղթեր հրապարակեց, բոլորին ծեփեց պատին, այսպես ազգային ժողովի բանով, եւ հերոսը արդեն պատրաստ էր մյուս քայլը կատարելու։ Ես չեմ անդրադառնա դրվագներին, թե ինչու չբանդարկեցին, համալսարան, ռադիոտուն, չգիտեմ, ներխուժել եւ այլն, այդ ամեն ինչը բոլորը գիտեն, բոլորը լավ հասկանում են, բայց հանրագումարում, այսպես ասած, bottom line, եթե գիծը քաշենք, մենք արձանագրում ենք ողբերգական մի բան, որ փաստացի պետականություն չկա, որովհետև պետականության լինելիության պարագայում չէր կարող լինել Նիկոլ Փաշինյան ֆենոմենը, այսպես կոչված թավշակրկեսը, դա խոսում է չպետության, պետության բացակայության մասին, եւ ավելի վատ վերլուծություն, բա հետոն Եթե մենք այսպես ենք շարունակաբար պահում պետություն կոչվածը, որին պատկերացման գոյություն չունի, որովհետև այսպես չեն աշխատում, պետություն չեն պահում, որը չունի անվտանգային մշակույթ, չունի պետականության ավանդույթ փոխանցելու իշխանությունը եւ հավելելու այդ պետության կայացումն ու անվտանգության ուժգնացումը։ Ես համաձայն չեմ անում Իսրայելի հետ, ես մինիմալն եմ ասում։ Մենք այս պահին այն քամուն տրված դարմանի կարգավիճակում ենք, ինչ որ մի պոչին մենք այս կողմ մեկ աջ, մեկ ձախ ենք թափահարում եւ պատրաստ ենք արձագանքող լիայն, նախաձեռնող չենք մենք արձագանքում ենք Ադրբեջանի նախապայմաններին, օրակարգը բացվում է, քարոզիչները միանում են։ Դե որտեղ պարտվել ենք, մենք էլ գործոն չենք, բա ոնց չարցանագրենք։ Բա ելքը մեզով է լսում։ Իսկ պարտվող պետության ղեկավարը չի կարող ռազմական շքերթ ունի, չկա այդպիսի բան աշխարհում։ Ռազմական շքերթ ո պետք է կանգնի Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է կանգնեն Լենինի արձանի տեղում, ընդունեն շքերթ եւ մեր այդ ստորացված սպայակազմը պետք է պատիվ տալով անցնի։ Անդրանիկ Քոչարյանը պատժվեց իր խոսքերի համար։ Ոչ, միայն Պարիստազորի սպաները բողոքեցին։ Ես հետևում եի։ Որևէ մեկը գործող բանակի բարձրաստիճան սպաներից մեկը սպառնաց կոնը, ոչ։ Դա իրենց էին վիրավոր, իրենց էին ապտակի ԿՊԱ-ականները իդեմս Անդրանիկ Քոչարյան։ Հիմա ես այդ աբսուրդը չեմ ուզում պատկերացնել, էլի, ինչպես կարելի է մայիսի 28-ին շքերթ անել, ցույց տալ զենք, ինչի համար։ Չգիտեմ։ Որ պաշտպան ժողովուրդ, իհարկե նախընտրական քարոզչության համար է դա։ Դա Ադրբեջանի վախացնելու համար չի։ Նախընտրական քարոզչության համար, որ տեսեք ձեր հարկերը մի քիչ էլ օգտագործում ենք նորագույն զենքի, այն վատերը նախկինները, պայմանական ասած, չէին անում։ Ես ուզում եմ այդ խրոխտ քայլվածքը պատկերացնել մեր սպայակազմի, որին դավաճանեցին պատերազմի ընթացքում, եւ որի հետաքննությունը գաղտնիացված է։ Այսինքն դու ՀՀ քաղաքացի իրավունք չունես կարտալու այն ճշմարտությունը, որը արդեն արձանագրված է։ Դա էլ չէ պատմակեղծարարություն։ Երբ որ դու իրական հարցաքննությունը Իշխոդը փաստաթուղթ է, չէ, պատմական փաստաթուղթ է։ Պատերազմի ժամանակ հանձնաժողով է ստեղծել հետևանքները եւ այդ ամեն ինչը ուսումնասիրելու, հետաքննելու։ Եվ հիմա դու փակ ես բան, ինչ ես որ դա է։ Ձեզ համար հասկանալի է ինչի է 44-օրյայի գլխավոր շտաբպետ Տոնի Գասպարյանն ուզում փակ քննարկում։ Ինչ։ Հասկանում կա ռազմական գաղտնիք, բայց հասկանում եք կա զինվորներ, որ ականատես են, այսօր քիչ են խոսում։ Բայց Անդրանիկ Քոչարյանը նենց ասենց դուրը շխկացրեց էլի նույն Օնիկ Գասպարյանի երեսին։ Ասեց որ եկել է հանձնաժողովում ասել է, պրծավել բան չունի ասել է։ Հիմա տեսեք Անդրանիկ Քոչարյանը ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող անձն է։ Պարտադիր զինվորական ծառայության միջոցով հայրենիքի պետությանը ծառայող անձին համարում է ցածրակարգ համեմատաբար իր որդիների, բայց Անդրանիկ Քոչարյանը ինչ գործ ունի պետական կառավարման համակարգում։ Իդեպ, եթե հարց տանք մեր վերջի ժամանակափուլում հայաստանյան, որ իրադարձությունների շուրջ կարելի է դնել այս թավշակրկեսը, ես կարող եմ մեկ բնական աղետ ասել, դա դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր, դա հոկտեմբերի 27-ն էր եւ մարտի 1-ն էր։ Որ մարտի 1-ի եւ այս սրա մեջ գործող անձը մեկն է, Նիկոլ Փաշինյանն է։ Սա աղետ էր, որ բերել է դեռ շարունակական հետցնցումների է բերելու։
Ես կոչ չեմ անում նախորդ հաղորդման ժամանակ ասացի, որ ես դեմ եմ ընտրություններին, որտեղ ընտրությունները ընդհանրապես Նիկոլ կամ Նիկոլ 2 վերարտադրելու միջոց։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հոխորտում է դուք ով եք, չէ՞, ես վերջերս ազգային ժողովում ինչ-որ երրագլուխ բաներ է խոսում, դուք ով եք եւ այլն։ Պատերազմի երրագլուխը բան։ Հա, հիմա Նիկոլ Փաշինյանին մի հատ գաղտնիք բացատրեմ, թե ինքը ով էր, այս տարվա ապրիլ ամիսն ենք, հա, ապրիլի 1-ի դրությամբ ինքը ով էր։ Մոսկվա գնաց, չէ՞։ Ընդհանրապես օրը եւս պատահական չէր ընտրված։ Ապրիլի 1-ը գիտենք ինչ է, դա հումորի եւ կատակի օր է, չէ՞։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին նայեք ինչ կարգավիճակի Հայաստանի ղեկավար կոչված եւ Հայաստանին ինչպես են վերաբերում։ Հրավիրեցին այնտեղ, որպեսզի երեսին կրկնեն, որ դու ես Պրագայում հայտարարություն անողը, դուք եք հրաժարվողը, այդ պահին Նիկոլ Փաշինյանը առաջապահ ջոկի ներկայացուցիչ է, գիտեք առաջապահ ջոկը ինչ։ Երբ որ Բարսասիչյան այցելու է գնում ինչ-որ միտեղ, նրանից մի շաբաթ առաջ գալիս ասենք լրագրող, չգիտեմ, անվտանգության աշխատակից, մամլոք հարտուղար մի հատ նայում են տեղաբաշխումը, ոնց է գնալու առաջի դեմքը, ինչ ուղղություններով, որտեղ է կանգնելու, որտեղ է ինչ բան ստորագրելու։ Քեզ տարան այնտեղ, որ մի հատ երեսիդ կրկնեն, որից հետո Մատվիենկոն պատվիրակություն տարավ, չէ՞, խորհրդարանական Արցախ։ Այ դու այդ այցելության առաջապահ ջոկն ես Նիկոլ Փաշինյան, ընդհանրապես Քեզ չվերաբերվեցին որպես պետության, դու հերթապահ մի հատ այցի համար կանչեցին, ասեցին դա։ Տեսեք, դուք այդպես եք ասում, բայց ինչպես այ փաշինյանական իշխանամերձ մամուլը ներկայացվեց։ Պուտինի պորտը տեղը դրեց Նիկոլաս։ Ամբողջ սցենարը նաև դրա համար է, չէ՞, որ գնան ցույց տան, որ կապ չունի ընդհանրապես Պուտինը Կրեմլի հետ։ Եվ իհարկե ամենածիծաղելին այն է, որ Կրեմլում նստած Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր երկիրը դեմոկրատական է։ Մի տեղ, որտեղ մարդկանց տասնյակ միլիոնավոր մարդկանց ճակատագրեր կարող են 1-2 ժամվա մեջ որոշվել։ Եվ որոշվել է պատմական, ինքը չի հասկացել նաև այդ պատերում ինչ որոշումներ են կայացվել։ Եվ կանգնել ասել, որ մեր երկիրը դեմոկրատական է, դա ասում ես, որ ձեր երկիրը դեմոկրատական չի, իհարկե շատ վատ բեմադրված այց էր, որի նպատակը նախապատրաստելն էր միջխորհրդարանական պատվիրակության այցը ռուսական Ադրբեջանի հետ Շուշի եւ Արցախ։ Պարոն Էմոյան, այդտեղի ո՞րն էր թաքնված ուղերձները եւ ինչ հասվեց էլի ըստ էության, ոնց եք դուք հասկանում։ Արդյոք դա կապ ուներ ընտրությունների հետ։ Ընտրությունների հետ կապ ուներ իհարկե, տեսնում եք, որ ասվածն ու չասված ավելի շատ էլի։ Գիտեք, այն որ ինչ է դա աջակցություններ Փաշինյանը, աջակցություններ կներեք Սամվել Կարապետյանին, աջակցություններ Ռոբերտ Քոչարյանին, ինչ էր դա։ Չէ, ես նախանշանները, որ հիմա տեսնում ենք, ամեն ինչ դաշտը տված է ԿՊ-ին, այսինքն ԿՊ-ը սնուցելու անդադ իջնող վարկանիշը սնուցելու եւ բարձրացնելու աշխատանք է տարում այս բանը։ Ես չեմ տեսնում ռեալ իրական մարտահրավեր, որը կարող է այսօր համախմբված, մենք տեսնում ենք ջլատված բան, այնտեղ չգիտեմ, հանրապետականները ամեն օր հարվածում են Քոչարյանականներին, Արշուցյանն այդ նույն իր տեքստին, ինչ որ կորոաջերի մասին վերում։ Դա նախընտրական փուլում ռազմավարություն չի։ Այսինքն, եթե դա ռազմավարություն է, դա ներքին համախմբման փորձերը ջլատելու, քայքայելու ռազմավարությունն է, կանաչ լույս բացելով եւ այսպես կարմիր գորգ փռելով Նիկոլին վերարտադրվելու երրորդ անգամ։ Ես դա եմ ընդհանրապես տեսնում։ Ուրեմն դա նշանակում է, կա կոնկրետ հանձնարարական։ Նույն այդ անհաղթահարելու ուժից, բայց այստեղ գալիս է, որ տեսնում եք Միացյալ Նահանգները, Եվրոպա, բա որտեղից գտնեն երկրորդ Նիկոլ, որը կատարում է բոլորի ցանկությունը։ Հայաստանի իշխանության է մի մարդ, որը կատարում է բոլորի ցանկությունը, սպասարկելով այլ երկրների ռազմավարական կարճաժամկետ, երկարաժամկետ շահերը, չեմ ասում Ադրբեջանինը, Ադրբեջանինը, չէ, նա արդեն մեկ գրչով տվեց անառիկ այդ բաժարը, տարածքները, փորձեց հետո հիմնավորել դա այն։ Մի գրչի հարվածով տվել է, եւ այսօր չի ուզում խոստովանել, որ Հայաստանի խոցելիության աստիճանը ինչքան բարձրացած է։ Նա խոսում է ինչ որ, տեսեք ինչ է վաճառում մեր վրա, խաղաղություն, չէ՞։ Բայց հղում չի տալիս ադրբեջանական կողմը, այդ քարոզիչները, խոսացող գլուխները չեն ասում ադրբեջանական կողմը խաղաղություն ուզում է, թե չէ։ Ուզում է, բայց այս մանկախության հռչակագրից Անախտում է եկեղեցի աջակցում, թաղամասերը բանանում, չէ, սպառնում է Հայաստանին, ասում է, որ այս կամ մարդ Ալիևի սպառնալիքները Հայաստանի շատ ռացիոնալ։ Դե մի կարծեք, որ այդ ադրբեջանցիների գալը այսպես քարոզչական բան է, դե ասում է, էլի, չէ։ Իրենք շատ ռացիոնալ են, որովհետև Սյունիքը իրենց պետք է ոչ միայն Նախիջևանի հետ
միանալ համար։ Սյունիքում կան հազվագյուտ հանքաքարեր հանքին։ Եվ ինչու ես վերջի ցուցադրությամբ այդ ուշադրություն դարձնեք, նկարների ինչ որ անմեղ ցուցադրություն Արևմտյան Ադրբեջան։ Բոլոր նկարներում Սևանա լիճն է, ինչու։ Ջուր։ Իրենք ամեն դեպքում խնդիր են դնելու եւ այս երկու հանգրվանին են գալու։ Ինչու չեն ասում Մասիսում կան ադրբեջանցիներ կամ Ամասիայում։ Դա ինձ պետք է։ Ինձ պետք են ռեսուրսները։ Հայաստանը այլևս որպես պետություն իր բանակով, իրենք չեն ընկալում որպես պետություն, իրենք դիտում են որպես տարածք, որտեղ պետք է օգտվել առաջնային կարևորության ռեսուրսներով։ Դա Սևանն է։ Այ ես ուզում եմ, որ ԱԱՑ-ում բանակում վստահ եմ, որ հասկանում են։ Այս սրա դեմը Նիկոլով մենք չենք ԿՊ-ով չենք կարող առնել։ Եվ դա շատ լուրջ է, շատ լուրջ է։ ԿՊ-ի խոսացող գլուխներով, վճարովի քարոզիչներով մենք չենք կարող պետություն հետ բերել։ Պետություն վերակենդանացման շատ քիչ շանս կա, բայց այսպեսի իշխանություն բանեցնելով, այսպիսի մարդկանց միջակություններին իշխանության բերելով, նրանց վերահսկելով, դա կործանվան վերջի դրվագն է գնելու։ Մարդկային ռեսուրսներ այո կան, որ բերել, դնել եւ ճիշտ կառավարում իրականացնել, փրկարար գործողություն, այն որ ասում են հայրենիքի փրկության կոմիտե, հուզական չի։ Այս փուլում ենք մենք։ Որովհետև որոշումները արդեն կայացված են վաղուց եւ Անկարայում եւ Բաքվում։ Նիկոլի 1 ժամ նույնիսկ մնալը դառնալու է բոլորիս գերեզմանափորը, ամենապատասխանատու ձևով ասում, եւ ոչ միայն պատմաբանը մեզ ասում։ Ինստիտուցիոնալ հիշողություն կա եւ Բաքվում եւ Անկարայում, Հայաստանի Հանրապետություն անող պետություն չպետք է լինի, նույնիսկ ենթակա ածու այդպիսի կառավարություն, որին հիմա նաեւ Նիկոլն է, այդպիսին էլ չպետք է լինի։ Այս սրա դեմ պետք է Որն է մեր ուժի գործոնը։ Այսօր աշխարհը քարոզում է ուժ։ Բաց ասեցին ամերիկացիներն էլ էս վերջերս։ Մենք ուժ գեներացնում ենք, թե չէ, որտեղ Սփյուռքը անջատել ենք։ Նո ասենք Սփյուռքին էլ լուրջ երևի բան չանենք, որպես ռեսուրս, հա, մենք միայն ֆինանսական ենք դիտում, բայց տարբեր հնարավորություններ կա այսօրվա հնարավորությունների տեխնիկական թվային դարում օգտագործելու այդ ռեսուրսը, մարդկային ռեսուրսը։ Չկա, որևէ կապ չկա։ Այն ինչ որ մարգինալ մի հատ օֆիս է, մարգինալ հերթապա իրենց բերում են, մեկը լավ ասեց, Սփյուռքի կոոպերատիվ են սարքել, իրենց մարդկանց են բերում, ասում են, այս վերջերս էլի Փարիզում հավաքվեցին, ինչ էր դա։ Վաղուց 19-րդ դարից մնացած ավանդական կուսակցություններ եւ այլ լավ ինչքան կարելի։ Հա, բայց կներեք իմ մոտեղ էլ է Նիկոլ մեղավորել, աչքից լույսը չգիտեք, բայց ասենք Սինանյանին որ հանդուրժում է Սփյուռքը, ասենք ում է մեղավոր։ Սինանյանն ինձ էլ չի հանդուրժում։ Սինանյանը Սփյուռքը կտրելու գործիքն է։ Սա է ամբողջ։ Չէ, Սփյուռքը որ Սինանյանին հանդուրժում է, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, ոչ մեկի չոր պարակտված sense ամեն մեկը Ֆրանսիան նա սրան ատում, նա նրան ատում։ Ես չեմ արտարացնում, նայեք։ Նիկոլի գործերը դա փչացնել է, պախարակել է, սուտ ասել է, ջլատել է, զուգահեռ կառույցներ ստեղծել։ Հա, բայց բաներանք։ Եվ սա ցույց է տալիս նաև ճգնաժամը Սփյուռքում։ Իդեպ ասեմ, որ ինձ ծանր նստեց 17 թվականին մի հոդված ես տպեցի Միացյալ Նահանգներում Armenian Mirror Spectator-ում անգլերենով է, հասանելի է։ Խոսեցի ճգնաժամի վերնախավային մակարդակում Հայաստան եւ Սփյուռք ճգնաժամի մասին, որ չունենք օրակարգում հաջորդ մեր հանգրվանները որն է հնամաշ 19-րդ դարից այդ մնացած կլիշեացված մոտեցումներ, համատեղ հայտարարություն, որ չես կարդում, ասում եմ մի հատ բողոքի բան եկեք գրեք, եկեղեցի Ստեփանակերտում, բողոքի դարը 88-ին վերջացել է արդեն, այդ բողոք գրելով հարց չի լուծում, այսօր ռեալ քաղաքականությունը դա ուժի կիրառումն է, անմիջապես, նայեք ուժ են կիրառում Պաղեստինում, Ուկրաինայում եւ այլ, եւ դա անհետևանք է մնում, որտեղ մարդիկ հարց են լուծում, ուժ կիրառվեց Արցախում, ասեցին, արեցին, հա, իրանց ասած։ Գազայում պաղեստինցիների կոտորած է։ Որևէ մեկ մարտահրավեր վտանգ Ադրբեջանին ստեղծել ենք, թե ոչ։ Գիտեք ինչքան հնարավորություններ կա ստեղծելու, բաց եւ թակում։ Եվ Ալիևին նույնիսկ զսպել Եվ այնպիսի վիճակի մեջ դնել Ալիևին, որ չկարողանա նույնիսկ խոսել։ Եթե պետք է հրավիրեն, ես կարող եմ ասել։ Ինչպես դա կարելի անել դիկտատորական պետության պարագայում։ Դիկտատորական պետության ամենախոցելի մասը դա հենց դիկտատորն է։ Սողոմոն Թելերյանի օրինակ է տալու, այդ մարդը մի քանի ամիսներ ման էր գալիս Թալյատին, որ գտներ որտեղ է։ Այո։ Այսօր մարդ գտնելը դժվար է, մարդ հայտնաբերելը դժվար է։ Ադրբեջանի ամենախոցելի կետի վրա չի աշխատում, որովհետև թույլ չեն տալիս։ Ասում ենք սպասարկում ենք ավելի մեծ շահեր եւ կարծում ենք այդ սպասարկումը մեզ կփրկի։ Եթե ներսից չգեներացնենք մեր ուժը
եւ այն ուժ գնացնենք բոլոր հնարավոր միջոցներով այդ ուժի գեներացիան։ Այսօր Նիկոլ Փաշինյանը այդ ուժը ջլատելու, այդ ուժը փչացնելու, այդ համախմբումը կասեցնելու հիմնական գործիքն է, որը կառավարվում է դրսից, տարբեր ուժային կենտրոններից։ Ես սպասարկում եմ։ Իհարկե կկան կասեն, որ Նիկոլ Փաշինյանը ինքը լավ բանն է։ Էրդողանն է կասեն, Ադրբեջանում էլ կասեն մենք կհետևենք ընտրությունների արդյունքներին, հետո նոր գործողություններ կան։ Ինչ է սրա մասին ասում։ Չէ, Փաշինյանը իրանց աստվածն է, ասենք Թուրքիայի, Ադրբեջանի, բայց մեր հասարակությունը հետևություն չի անում, ինչու են այս մարդուն այդքան սիրում այնտեղ։ Սիրելու հարցը չի։ Հասարակությանը ահաբեկել են պատերազմով։ Եվ Փաշինյանի ֆենոմենը մնալու դա երկարատև պատերազմ էր։ Պատերազմը չկասեցվեց հոկտեմբերին, որովհետև կասեցումը ենթադրում էր զինուժի առկայություն Արցախում, ռազմավարական բարձունքների տիրապետում, սահմանին չէին գա մեր, հա, Բերկաբեր կամ, չգիտեմ, Սյունիքի, Վարդենիսի կամ Ջերմուկի, դա չենք տեսնի։ Բայց դա տվեց խոցելություն առաջացեց։ Խոցելությունը ինչ է նշանակում, որ դու չես կարող ինքդ քեզ պաշտպանես, ուրեմն դու պետք է փրկես հովանավորի կամ մեկ անձի գործողության։ Հասկանալի է, թե ինչու պետք է պաշտպանության բանակը վերանար մինչև նոյեմբեր պատերազմական գործողություն իրականացնելով եւ ռազմավարական նշանակության Շուշին տալով, որովհետեւ դրանց բանակի արկայության պայմաններում 2000-անոց խաղապահ գումարտակը չէր նայվի, հա, լուրջ չէր ընդունվի։ Իսկ Նիկոլի իշխանությունը պահպանելու գլխավոր ռեսուրսը դարձել է կործանարար, կորուստներ բերած պատերազմը իր հետևանքներով։ Դա է ռեսուրսը իշխանության մնալու։ Տրամաբանությունը հետևյալն է։ Ինչ են ասում, բա մենք չլինենք պատերազմ կլինենք։ Դա պարզ է։ Մենք չես, բա ինչ չընտրեք, հիմա ասում դաժե որ ինձ էլ չընտրեք, մեկը լինելու է։ Պարզ Չէ, ինձ էլ ընտրեք, մեկը լինելու է։ Հա, պարզ բանաձևումը հենց դա է։ Ժողովուրդը վախեցած է պատերազմով։ Եթե դուք պատկերացեք, ունեք անտամահատված ոտ կամ ձեռք, որը հետևանքն է։ Նոր պատերազմը դուք կվախենաք, չէ՞, մեկ այլ ոտքի կամ ձեռքի կորստի։ Այսա խաղարկվում է ահաբեկչական, հոգեբանական ահաբեկում է այսօր հանրության նկատմամբ իրականացնում ՔՊԱ-ականների կողմից։ Իրենք պարզ պատերազմով են սպառնում, որովհետև այդ պատերազմով սպառնալը իշխանություն ոչ թե մնալու, այլ իշխանության մեջ վերարտադրվելու միջոց է։ Դրա համար ձգեցին մինչև նոյեմբեր Շուշի տալով, որպեսզի մենք չունենանք ներուժ, լինի ավելի շատ զոհ կա, ուրեմն ավելի մեծ վախ կա պատերազմից։ Եվ սա դարձավ կապիտալ քաղաքական իշխանության մնալու եւ հիմա էլ վերարտադրելու միջոցով։ Դուք կարծում եք նրանք սնվում են այդ վախից, այդ վախի արկայությունից։ Դա տեխնոլոգիա է։ Ոչ տեխնոլոգիա, շատերը ԿՊԱ-ականին ինչ չեն հասկանում։ Դրանց ճիշտ է, այդ վախը կա, արկա է, պետք է առերեսվենք, պետք է ուղիղ ասենք։ Իհարկե, ոչ մեկ չի ցանկանա, ես մի բանավեճ է, հա, մտավորական։ Ես էլ շրջապատում ցենց ասում եք, մտով եւ անցկացնում եմ, կա այդ անտեր վախ։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Իհարկե, այն մարդը, որը հիմա զինապարկ ունի, պետք է վախենա, չէ, իր զավակի անվտանգության համար, պետք է վախենա պատերազմից։ Եվ ամենակարճ ճանապարհն է, չեմ արտարացնում, միաժամանակ չեմ քննադատում, հավատարմության նշան ցույց տալ, սա է խաղարկվել։ Պարզ երկու քայլանոց օպերացիա։ Բայց սա շանտաժ է, պանդերման։ Ես ահաբեկում բառ օգտագործեցի։ Շանտաժ ավելի մեղմ է։ Բա ոնց ինչքան կձգի էլի տենց, երկար չի ձգվում, չէ, պայթում է, չէ։ Այդտենց բռնապետ տղերք են, ասենք, դարձել։ Եթե պայթի, սարսափելի պետք է լինի հաշվեհարդարը, սարսափելի, ասում սարսափում պատկերացնել, թե այն պատերազմը, որ բերեցին եւ սպասարկեցին, իրանց բերել են պատերազմը սպասարկելու համար, իրանց առաքելությունը դա էր։ Եվ սպասարկեցին այնպիսի պատերազմ, որտեղ ավելի շատ զոհ լինի, ավելի շատ կորուստ լինի եւ Հայաստանը լինի ամենախոցելի իրավիճակում։ Անվտանգային բոլոր առումներով ամենախոցելու իրավիճակում են գտնվում։ Եվ ներքին տերորը հասարակության դեմ, որ այսօր արվում է պատերազմի միջոցով սպառնալու եղանակով վերարտադրվել, դա համաշխարհային պատմության մեջ այդպիսի բան չկա գրված։ Որևէ իշխանություն, ասի գիտեք, կհարցակվեն, եթե մեզ բան չանեք, որտեղ դե նայում են։ Այնտեղ ասում են, մենք նայում ենք ձեր բաների արդյունքներին, հետո կորոշենք այդ խաղաղության գործընթացը ինչ է եւ այլ։ Էլ եմ ասում, Ադրբեջանը խիստ ռացիոնալ է, նա Հայաստանը դիտարկում է որպես տարածք, Փաշինյանն էլ այս բանը նախընտրելի է։ Սա անվերջ մի շարան է ոչ թե զիջումների, անկման, ոչ թե վտանգավոր անկման, կործանարար անկման։
Դրա համար ես ուզում եմ, որ այսօր ընդդիմություն խաղացող ուժերը, ընդդիմություն կեղծող ֆալշանող ուժերը, դրսից եկած, ներսի, իրար մեջ կռիվ ցույց տվողները հասկանան մի բան։ Սա ապակե մի սենյակ է, որտեղ բոլորս ենք եւ այդ համարը փշրվելու վրա է։ Եթե արագ որոշում չկայացվի, պատմական որոշում ստեղծել ապա կուսակցությունը ես փուլում, երբ որ երկիրը իսկապես վտանգված է, բոլոր առումներով, ապա կուսակցական գոնե 5 տարով կառավարում պետք է լինի։ Ոչ թե այս մայմունությունները, այս միմոսությունները, որ անում են, որ կենցաղը, ներքին կուլտուրան, հիգիենան շփվելու հանրային դաշտում Նիկոլ Փաշինյանը իջեցրել է ամենացածր մակարդակի իր կերպարով։ Դա եղանակ չի, դա ժամանակ կորզել չի։ Ում ենք մենք ժամանակ շահում, Ադրբեջանի, Թուրքիայի։ Այսօր մեր վրա ծիծաղում են Փաշինյանի կերպարով։ Ապրիլի 1-ին կանչելով, թութակի պես կրկնելու են ինչ որ ցանկալի է, որ դուք ասել են, որ դու պետք է ասես, գնաց ասեց։ Հիմա հաղում են տալիս, այ դու Պրագայում գնացիր ասեցին։ Այստեղ են շատերը ասում են, այ դու էիր որ գնացիր Պրագայում, ասել են որ գնա, այդպես ասի, որ հետո հղում տան որ ասեն, այ դուք եք արել, մենք ինչ կապ ունենք, մենք ինչ անվտանգություն կայենք ձեր երաշխավորել։ Լավ, հիմա ինչ ունի անելու։ Տվեց, հանձնեց, նվիրեց, հիմա ինչ է ապրում։ Հիմա ինչ են սրան պահում կամ Նիկոլ 2-ին, օքեյ, լավ։ Ասում է требует продолжения բալը, հա։ Какого банкета, ինչ հապստով, ինչ է։ Բանկետը պետք է շարունակի, ոնց Հայաստանում դեռ այնքան բանկ ա վերցնելու։ Ադրբեջանը հասկացա պաշար, ջուր, քաղցրահամ ջուր, խմելու ջուր, Սյունիք, Յանդերք։ Եվ վերջին հաշվով նաև Թուրքիայի հետ ընդհանուր սահման, Հայաստանը պետք է չլինի, սա իրենց պատվիրացված է։ Թուրքիան ինչի սահման չի բացում։ Ընտրություններից առաջ չի բացի օգնելու Նիկոլին, Եվրո այս համաժողովի ժամանակ չի բացում։ Ինչու չի բացում, երբ որ Արցախում հայ չկա։ Ես անկեղծ ասեմ, ես չեմ ասում, ինքը կարա տնտեսապես մեզ ուտի, ինչպես Աջարյանը։ Չգիտեմ ինչու չի բացում։ Չէ, ոչ թե Ադրբեջանը, ինքը ցույց է տալիս, որ Հայաստանը կարևոր չի։ Իրեն համար Հայաստանի սահման բացելը նույնիսկ դրական ազդակներ անելու։ Այն չի բացի, որ Նիկոլ այսօր ցեղասպանությունը ժխտում է, Թանգարանի տնօրենն է խայտարակ ձևով հանում ամբողջ աշխարհում մեզ խայտարակում, հա։ Հուշարձան են տալիս ջարդում, կողքը ինչ այլանդակ բան ասես արեցին, ամբողջ աշխարհում մեկ նորից խայտարակ։ Թիրախավորված հարվածում են ցեղասպանության հիշողությանը, Թանգարանին, հուշարձանը։ Էլ ոնց բացատրես այս հասարակությանը։ Լավ հասկացանք, որ քահանձավային տգիտություն է հանրության շրջանում եւ մայրաքաղաքում եւ մարզերում քարանձավային անգրագիտությունն է տիրապետում։ Մարդիկ դբրոտ չեն գնացել։ Եվ շատերը խափնվում են, գիտեք, որ ասում են, որ գնում են տատիկները գալիս փաթաթում են։ Գիտեք, եթե Սև Սատանան ասեն, որ Երևանից եկել են ղեկավարներ, իրենք գնան ելիքը փաթաթվեն։ Որտեղ այստեղ Նիկոլը ինքը այդ ֆիգուրան չի, ասում են, այ եկել է ջոչերից մեկը, եւ այդ տատիկների շատերի համար, գիտեք, իրենք կարծում են, որ սովետական միությունը դեռ կա։ Եկեք ամեսայից մեկ ռեպորտաժ կար, ասում էր սովետական ղեկավարությունը եւ ասում էր 40-50 տարեկան կին։ Իրեն համար նորակա Հայաստան գոյությունը չկա, ինքը չի պատկերացնում որ երկրում է։ Կամ ասենք Նիկոլի ոդկեի տակ ոչխար մորտեցին, չէ՞ Գեորգ Քոնիկում էս վերջերս։ Բա մոռացեք, որ այդ նույն Գեորգ Քոնիկում 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի գալու հետ կապած մոզին գլխատեցին, ուազիկի վրա կապեցին եւ պտտացնում էին։ Այս վիճակում է հասարակությունը, այսինքն ինքը չի կողմնորոշում անձերի մեջ, արժեքների մեջ, դավանանքի։ Ինչ անի, պարոն Դեման, նախ ինչ անի այդ խեղճ հասարակությունը։ Անեց են հարկերով ծանրաբեռներ, բանով, բեռներով։ Մեղադրանքը պետք է գա 18-ից առաջ։ Հանուն օբյեկտիվության ես Նիկոլ քննադատ, Նիկոլ ընդամենը հետևանքն է, բարձ երևացող վտանգավոր հետևանքն է, ուռուցքն է, բայց այդ չարորակ ուռուցքը առաջացել է 90-91 թվականին, հա, 96 թվական 30 տարի առաջ հիշում եք սեպտեմբերին ինչ տեղ ունեցել։ Ականատեսն եմ եղել, շատ բաներ լսել եմ, ըստ որում առաջի դեպքն էր, երբ որ պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող լինելով տետրակ գնեցի ականատեսի վկայությունները մեկ տետրակի մեջ 12 թերթի մեջ որպես ականատես եւ շատ դժվար էր։ Երկրորդ օրը ես արդեն դրվագներ կար որ մոռանում էի, չէի հիշում։ Եվ շատ գեղեցիկ ձեռագրով վերջերս գտա այդ տետրը, ականատեսի վկայություններ սեպտեմբերին ինչ տեղ ունեցավ Երևանում։ Այս
ուռուցքները, որ բերեցինք եւ ամենագլխավոր ուռուցքը դա ընդհանրապես հետևանքն է։ Այն քաղաքականության, որ մենք սկսեցինք սխալ ակոսով տարանք երկիրը 90-91 թվականին։ Հա, բայց դե դուք ասում ենք թե հետևանքա, բայց ապականեց այս հետևանքը, էլի։ Այսինքն գագաթնակետին հասցրեց, էլի, այդ կործանումը։ Դեք վիրահատական միջամտությունը ինչի համար է, երբ որ ճարորակ ուռուցք կա լինում, չէ՞, կտրում հանում են նաև այդ ուռուցքը, չեն թողնում որ։ Հիմա վիրահատական այդ նշտարում ձեռքում է։ Ով է ամբողջ հարցը նա, որ ոչ մեկ պատասխանատվություն չի կրում դրա համար եւ որոշում չի կայացնում։ Անհատի մակարդակով լինի, թե խմբի մակարդակով եւ հաստատության։ Նա բանակը մեր զինուժը, որը 2021 թվականին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, կամ ասենք ակադեմիան գիտությունների նախագահությունը գիտությունների ակադեմիայի ամբողջ ակադեմիայի անունից պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բանջի դեն չեն անում։ Այդ մի անգամ ասելը պետք է լինի գործողություն եւ ոչ թե հետընթաց։ Այլ մեր մոտ չկա սկզբունքայնությունը։ Հիմա էլ գիտեք, երբեմն սպառնում են ինչ որ մի բանից հետո սպառնում է մի մարդ, որը շատ կոմֆորտ վիճակում է, ինքը նստած է մոնիտորի հետևը, իր կողքը մեկը չկա, որ ասենք հարվածի, պատասխան ստանա կամ պատասխան հավյանք ստանա, եւ այդ ապահովության զգացումը, որ ինքը պատասխան չի տա իր հավյանքի կամ գրածի համար, այս հասարակության մեջ, հատկապես տղամարդկանց մեջ, բարձ ասեմ, դարձել է նորմա, այս սա է վատ։ Ոչ թե վախկոտությունը, ոչ թե անսկզբունքայնությունը, այլ ինքնության կորուստը։ Մարդը չունի անհատական ինքնություն։ Այդ ինքնություններից է չէ ձևավորում հասարակական գիտակցությունը։ Հիմա ուրիշ երկրներում տեսեք ինչպիսի մոբիլիզացիա են, ուսանողական շարժում, ուր է ուսանողությունը։ Չէ, բայց դուք շատ լավ գիտեք էլի, ասենք հիմա որ դա չասեմ պրոֆիլությունները։ Չէ, ինքնաբուխ չի լինում, էլի կազմակերպում են էլի։ Ովքեր։ Այսօր մեր դաշտը, խորհուրդները, կուսակցությունները, քաղաքասարակությունը, անհատները, էլիտաները մենք գիտենք չէ որ ամեն ինչ վերահսկում է։ Վերահսկում է 99.9% ամեն ինչ։ Փոքր երկրում այդ վերահսկման մեխանիզմը էֆեկտիվ աշխատում է։ Որոնց դեմ ձեզ վերահսկում են։ Արթուր Աբրահամին վերահսկում են, որ գնացե ասենք բանա լինում։ Ես իմ հարցը պատասխանեմ ինձ տված հարցը։ Չէ, կպատասխանեք հիմա։ Անհատը կարա Facebook-ան գրառում անի։ Կարա դիրքորոշում հայտնի։ Ինչն են վերահսկում։ Իրանով խնդրել գնալ, ասենք, չգիտեմ, էլի դառնալ այդպես կորկորի ձակ։ Ով։ Անհատի կարծիքը, այսինքն այդպես չի էլի, որ այդպես բոլորին վերահսկում են։ Չէ, վերահսկումը այսպես չի, որ ամեկի հեռախոսը լսում են կամ ասենք զանգում ասում են մյուս անգամ չանես։ Հա, կան մարդիկ, ովքեր ազդեցիկ են, իրենց խոսքը, ասելիքը ազդեցիկ է։ Այդ մարդիկ չեն համախմբվում, որովհետև դա արդեն լուրջ կլինի, որովհետև շատ մարդկանց համար կան օրակարգեր։ Այս ինչ ասում է, չէ, դու նրանցից ես, ես կիսով չափ էստեղ եմ եւ այլն, եւ տեղի չի ունենում համախմբում ամենակավ։ Այսօր ինտելեկտուալ դիսկուրս չկա։ Ինտելեկտուալ քննարկում չկա, որովհետև ինտելեկտուալների մեծ մասը այսօր փողով աշխատում է, սպասարկում է այս օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը սպասարկում։ Կոլեգաները, պատմաբանները, որոնք պետք է առաջինը բարձրաձայնեին։ Դե դրա մասին է։ Ես հարց տվեցիք, ես չեմ վերահսկում։ Այո, սպառնալիքներ գալիս են, զգուշացումներ գալիս են։ Ես չեմ վերահսկում, որովհետև ես ունեմ ներքին կուլտուրա, ազատ լինելու։ Ներքին կուլտուրան ազատ լինելու, հենց դա է։ Ոչ թե Facebook-ի հետևը նստել ինչ-որ մեկին սպառնալ հավելել, կամ գրառում ան, ինչ-որ Facebook-ի վատ բանն է, որ պարպվում է էներգիան, գրեցինք, ուրեմն ամեն ինչ լավ է։ Այսօր էս ինչը ասեցին կամ տակը մեկնաբանություն գրեց։ Դե ձեր գործընկերները, պատմաբանները, հա, ովքեր պատմություն են, դասագրքեր են գրում, մենք դրանցով են չէ սովորում մեր սերունդները։ Եթե այնտեղ կեղծում է պատմություն հանուն փողի, պետք է իրան գնդակահարել, ինքը ինչու է դավաճանից կամ ասենք բանում խրամատում կռվողից պակաս։ Օրինակ բերեմ, շատ լավ օրինակ բերեցիք։ 7-րդ դասանի դասագիրքը, չէ՞, քննադատեցին։ Առանձին նաև ես գրեցին գրախոսականներ։ Խայտառակություն, Սմբատ Հովանեսյանի խայտառակություն, Ժաննա Անդրեասյանի բարձր հովանոցի ներքո, որը երկու անգամ նաև Նիկոլ Փաշինյանը ձեռքը բռնած գիրքը դասագիրքը գովազդեց։ Հա։ Տեխնիկապես խոտան, այսինքն պետական միջոցների վատնում, գիտականության առումով ամենախոցելի տեքստն է։ Բովանդակությունն էլ եւ բովանդակությունը մարդը մասնագիտացել է բոլորովին այլ պատմության ոլորտ, գրել է հայ ժողովրդի պատմություն։ Եվ մեկ անձը գրում է դասագիր։ Երկու էջանոց տեքստ գրեցի, կոչ, որ դա հանեն եւ առաջին մոբիլիզացիան եւ վերջինն էր այս շրջանում, որ այդպեսի բան տեղի ունեցավ։ Նույնիսկ մարդիկ որ իրար ատում էին, իրար դեմ էին, չգիտեմ, գրել, դատական գործեր էին արել եւ այլն, ստորագրեցին այդ գրված
Քոչի տակ։ Հրաշալի։ 7-րդ դասան։ Եղավ 8-րդ դասանը նորից նախարարությունը կոռուպցիոն բացահայտ ճանապարհով նորից տվեց նույն մարդուն, որ այդքան բոլոր համարյա բոլոր պատմաբանները քննադատեցին 8-րդ դասարանին գրախոսեցին 3 մարդ։ Եղավ 9-րդ դասագիրքը անցյալ տարի։ Գրախոսեց ընդամենը 1 պատմաբան։ Դեր արդյոք նստած մարդ։ Որտեղ այն մնացածներին էֆեկտիվ լրացրեցին։ Վախացնելով, ցույց տալով, դրամաշնոր աշխատավարձ, իհարկե եղավ նաև կոլեգայի աշխատանքից հեռացնելու առաջին դրվագով։ Այս կուլտուրան, եթե դա կուլտուրա կարող ենք անվանել, բիրտ, միջավ, սա սովետական բանից գալիս է դա, հա, վերահսկել նաև սպառնալու միջոցով է լինում։ Դրա համար մարդկանց մեջ ներքին վախը դնելով ամենակարևոր ձևակերպումն դա։ Վաղը սարդարապատ չի լինելու։ Եթե սարդարապատի օրը գա, վախեցած մարդկանցից չես կարող հավաքել զենտաս եւ գնան կռվել։ Մարդիկ պետք է ազատ լինեն ներքուստ եւ այդ ազատությունից չպետք է վախենալ։ Այդ ազատությունն է կարելի ինչ-որ ձևով վերահսկել, հա, բայց երբ որ մարդու մեջ կոտրում ես, բերում ես պատերազմով ես անցկացնում այդ հասարակությունը, պատերազմով ես վախացնում, բերում ես այսպիսի կերպարների ես իշխանություն տալիս եւ իշխանություն պահում պատերազմի հետևանքներով։ Հետևանքը շատ տրամաբանական է, դա կատաստրոֆա է լինելու եւ վերականգնում չի լինելու։ Եվ այս ամեն ինչը համատեղում է բիզնեսով։ Երևանը տեսեք ինչ է կատարվում։ Շինարարություն փոշի եւ չեմ ասում դեկտեմբերի 7-ի դասերը մոռացա։ Այդ չեմ ասում, դա մեկ ուրիշ բան, այդ անտերը լինում է անսպասելի եւ 20-30 վայրկյանում կարող ենք ունենալ 200-ից մինչեւ 300,000 զո մարդկանց կա որ չեն գտնելու, տեխնիկա չի լինելու մարդկանց գտնելու եւ կունենանք առաջի 3 ժամում այնքան զո, երբ որ հնարավորություն կլինի փրկելու։ Այսօր շարում են, մինչեւ 20 հարկ են բարձրանում։ Անվտանգության համատեղում են, չէ՞, ինչ անվտանգության մասին, ինչ անվտանգության գիտակցում։ Նույնիսկ այդ մակարդակում, որ 20-30 վայրկյանն է որոշիչ լինել, ես վերապրել եմ, ես գիտեմ դա ինչ։ 20-30 վայրկյանում կյանքեր են խեղվելու, փոխվելու ամեն ինչ։ Դուք դնում եք շենքերի անկում մի հատ շենք եք բարձրացնում, որ մի շենքը փլվի մյուսի վրա։ Եվ ոչ մեկը պատասխան չի տալիս։ Եվ այսօր ինչ են կերակրում, գարաժներ են ջարդում։ Տրակտորը մտցնում գարաժ ջարդում, ասում խաղահրապարակ, երեք։ Կամ ասֆալտ են ցույց տալիս։ Խորքային վերլուծություն երկրի ներքին եւ բանով չկա։ Ուզուրպացված է իշխանությունը, ուզուրպացված է մեդիան, հանրային հեռուստաընկերությունը, ուզուրպացված է քաղաք հասարակությունը։ Քաղաք հասարակությունը մի քանի դեմքերով է ճանաչվում, ընդունվում։ Եվ այդ ամեն ինչը հանրային հեռուստաընկերություն մաղվում է։ Դե հուսադրող բան ասեք, այդքան վատ բան ասցիք, հավարտում ենք, ինչ անենք։ Դե հուսադրող Փրկությունը որտեղից է գալու։ Որտեղ կներեք, շահորդական լայն շերտեր կան, ասում են դե այդ ցավը տանեմ, այս ճարն ինչ։ Հենա Պուտինը, հենա Իրանը, հենա մեծամեծերը որոշել են։ Արդյոք հնարավոր է ներսից պայթեցնել եւ սրանց պատմության գիրկը ուղարկել։ Սրանք չեն խնդիրը, սրանք հետևանքն են։ Okay, Սրանք հետևանքն են։ Եթե լինի ներքին հաստատութենական գիտակցում, դա պետք է ուժային կառույցներ լինեն։ Ես ասում եմ, բաց ասեմ, ԱԱՑ եւ Զինուր։ Եթե իրենք իսկապես հասկանում են կամ գիտակցում են անվտանգությունը ուր է հասել եւ չկա երաշխավոր այս պահին մենք չենք կարող ինչ որ մի երկրից երաշխիք ստանալ, որ մեզ ձեռ չեն տա կամ մեզ չեն կործանի։ Որտեղ է գեներացիոն Հայաստանի ներքին ուժը, ինքնապահպանության ուժը, պետության ինքնապահպանության, հասարակական անվտանգության, բոլոր անվտանգային բաները։ Ոչ մի փաստաթող չի գործում անվտանգային։ Ինչա ռազմավարական այդ հայեցակարգը գործում է, Նիկոլի ստորագրած վերջին։ Արցախի մաշին հիշատակում կա։ Լավ հակառակ բանն է ասում։ Գրիվ հակառակ բանն ասում, ինչ որ արձանագրված է։ Բայց ինչի ձեն չեն հանում այդ անվտանգության ռազմավարությունը մշակած ակադեմիայի աշխատողները, չէ՞։ Ձայները չկա։ Մեկը չի բարձրանում, ասում, այ վարչապետ, այ Նիկոլ, բա դու այսօր ստորագրում ես առաջաբանել գրեցիր 19 թվականի ռազմավարական անվտանգության հայեցակարգը։ Բայց հակառակ բան է ասում, Արցախը ուր է։ Անսկզբունքային Մեկ է հարցերի պատասխանը։ Լավատեսականի։ Չէ, ինչու ձեն չեն անում։ Այդ հոտը պաշտոնում են։ Մեկ աշխատավարձ ստանում, մեկը Ախր ես չեմ հասկանում դա բացատրություն չի։ Վաղը մեկ, ասենք, իր թշնամին եք ավելի ծառայելու է։ Չէ, մյուս գիտեք ինչ է, համոզում են ինձ, որ ես չխոսեմ։
Դա միշտ Դա բոլորս չխոսենք, ձեներս կտրենք։ Ասում են մեկը բան չի փոխվել, ինչի՞ խոսում։ Ոնց բան չի փոխվելու։ Արցախը տվեց, ես Սյունիքը կտա։ Տիգրանը Հայաստանը կտա, ես հետ եմ ասում։ Սևանը կտա, մեր արժանապատվությունը։ Հետո Ալեքսանդրապոլին երազելու ենք։ Իհարկե։ Արժանապատվություն դուք չունեք, ասենք հայ, քաղաքացի ես։ Արժանապատվություն դուք չունեք, որ քեզ ծաղրում է Ալիևը, քեզ ծաղրում են Մոսկվայում, Եվրոպայում, այլուր, իդեմս Նիկոլ Փաշինյանը։ Ինքը մեզ ծաղրելու գործիք է։ Իսկ քո երկիրը լավատեսականին է մոտենում։ Այս այն երկիրն է, որ ժողովուրդն է, որը քարի վրա, թղթի վրա, որպես անուն արձանագրված է 6-ից 5-րդ դարում մեր թվարկությունից առաջ։ Այս այն երկիրն է, որ եթե ռոմեական կայսրությունը, աշխարհի ամենահզոր կազմակերպված կայսրությունը, բանակով կռվում էր բանակի դեմ եւ հաշտության պայմանագրեր էր կնքում։ Թեկուզ պարտվեցին, թեկուզ կորսել, բայց մնացել ենք, չէ՞, այդ արժանապատվությունը փոշիացնելու։ Այսօր անում են մեկ խամաչիկի տեղ դրած անձի, որ չվիրավորեն, հա, ասում իրեն խամաչիկի տեղ դրած անձի, այս անձի միջոցով որպես գործիք քո անցյալն են ծաղրում, քո մշակութային ժառանգությունն են ծաղրում, քո հիշողությունն են ծաղրում, եւ ուզում են դու ծաղրված, հա, մնաս մինչեւ վերջ, որ խնդրող լինես, արի ինձ փրկի, արի ինձ օգնի, արի ինձ հովանավորի, որտեղ ներսում չկա օրակարգում սեղանում դրված հարց, ներքին համախմբվածություն, պետություն որպես եւ Սփյուռք Հայաստան ողն այդ միասնությունը, չկա Արցախը։ Մենք պետք է օրակարգում հարցեր դնենք, որն է մերը 5 տարի, 10, 20 տարվա ընթացքում։ Որն է անվտանգային հարցերը, գոնե այս կտորը պահելու, գոնե այս կտորը մերը պահելու համար։ Դե նպատակ չունենք, տենց աննպատակ ապրում ենք, էլի կերխմի քեֆ։ Հա, գիտեք ինչ, ֆեստիվալը մտնոլորտը, երկես ինչը, եւ այլ օր մտնեցնելու լոգիկան է։ Որն է, մենք մյուս տարի որպես երկիր ինչ ենք մեր առջև դրում, այդ դեդլայն նպատակ որն է։ Մի հատ նախագիծ ասել են, չէ՞, մինչեւ 29 թիվը պետք է Ծիծեռնակաբերդում շինարարություն լինի։ Ինչ որ մի բան ասել է երկարաժամ։ Ցեղափոխ հուշարձանի մասին, էլի ինչ գնաց ժտիկին Ժաննայի հետ, տպավորված եք նրանց այցից։ Ես իմ տպավորությունները արձանագրեցի գրառման ձևով, որը հաղորդում էր հանցագործության մասին։ Իհարկե ես միամիտ չեմ, ես հասկանում եմ, որ սպասարկող անձնակազմի մեջ մեր դատաիրավական համակարգն է։ Դատաիրական համակարգը, որը ստորացվել է, մարգինալիզացվել է հենց Նիկոլի կողմից, հայտնի արտահայտություններից հետո, ինչպես ասեմ, բավական օրհնված անձնավորություն եմ, որովհետև կյանքում երևի չէի երազի եւ ոչ մեկ թող չի երազի, որ այս փուլում գիտությունների դոկտոր պատմաբանը նրա դեմ դատական հայցեր կարող է ներկայացնել համանդրական դատարանի նախագահը, արտգործնախարարը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ԿԳՄՍ նախարարությունը առանձին։ Եվ գիտեք ինչ է մեղադրանքը, որ ես զրպարտել եմ իրենց։ Խոսել եմ, բարձրաձայնել եմ մի բաներ, որ ընդունված չի, հասկանում եք, ընդունված չի դրանց մասին բարձրաձայնել։ Ում կողմից են, այսինքն իրաց ցնդաբանությունները կարելի է ձերը չէ։ Ձեր փաստարկները։ Իսկ ինչ հոյակապ կոմբինացիա է ստացվել, լավ նարդի խաղացողները գիտեն, չէ, ուստի շարանը ինչ է։ Գիտեք ուստի շարանը ինչ է։ Ասեք։ Հա, վերջում որ ստանում ես նույն կոմբինացիան, երբ խաղը սկսվելուց առաջ սկսում ես քարեր անել, դա կոչվում է ուստի շարան։ Իսկ շախմատային տերմինով դա կոչվում է ցուկցվանք։ Ցուկցվանք, հա։ Երբ որ հակառակորդի դնում ես մի վիճակ, որ ցանկացած քայլ սխալ է։ Ես դրեցի, իրանք չհասկացան այդ ծուղակը, իրանք հայտնվեցին այդ ծուղակում։ Դա շատ པարզ մշակված օպերացիա է։ Հիմա տեսեք, չգիտեմ հպարտանամ թե ամաչեմ, երբ որ երկրի համանդրական դատարանի նախագահը, արտգործնախարարը, մշակույթի սպորտի պատասխանատու նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը համընդհանուր գոնե մեկը տա այն, որ ասենք Երևան էլի, այսքանով ինձ հայցադիմում են այն հույսով եւ վստահությամբ, որ ոչ մի դատավոր իրանց դեմ վճիռ չի կայացնում։ Գիտեք իմ որոշումը ո՞րն է։ Ես չեմ գրում դատական նիստերի։ Որովհետև դատավորներից պահանջել եմ տեսագրության մեջ խտասկավառակի վրա տեսագրություն ուղարկել, առի հավաստումը, որ իրանք անաչառ են, որովհետև տեսագրության մեջ դատավորը պետք է ինձ ասի, որ ինքը վնգստացող դատավոր չի, եւ համարում դա վիրավորական արտահայտություն դատավորների հասցեին, եւ երկրորդը պետք է ասի, որ նա ինքը հենց ինքը այն դատավորը չի, որ Նիկոլի ասածը չի կատարել։
Հենց ինքն է հանդիսանում, որ չի կատարում։ Մեկ-մեկ գնացեք բերման չենթարկեն, բան։ Չէ, ես գնացել եմ, արդեն կշտացել եմ դատավորների վախեցած դեմքերը, որ տեսա 3 գործի գնացի, 3-ն էլ իմ դեմ վճիռ կայացրեցին։ Դրանից հետո մեծագույն շքեղություն կլինի, որ ես գնամ այդ դատավորների, այդ դատարաններում ժամանակ կորցնեմ, հա, խցանումով նստեմ գնամ դատական նիստի։ Ես գրել եմ, դա իմ պայմանն է, դատավորը պարտավոր է ինձ հավաստիացնի, որ ինքը նախ վնգստացողը համարում է դատավորների հասցին վիրավորանք, երկրորդը պետք է անպայման ասի, որ ինքը հենց այն դատավորը, որ չի կատարում, եւ երրորդ կարևոր նախապայմանը կա։ Ոնց է նա գնահատում ցեղասպանության հիշողությունից Նիկոլի ժխտողական հայտարարությունը որպես իրավապահ, մարմնի ներկայացուցիչ։ Դե տեսեք Ալեքսանդր, Որովհետև ես ցեղասպանության թանգարանի տնօրեն հանդիսանալով հակասահմանադրական ոչ մի բան չեմ արել։ Ես նպաստել եմ ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հետազոտմանը, այսօր վարչապետը եւ իր թիմը անում է հակառակը։ Այդ դատավորը որպես իրավապահ, դատաիրավական համակարգի ներկայացուցիչ, ինքը պետք է գնահատական ունենա այդ ամեն ինչը, որը հակասահմանադրական է։ Այսօր հանում են հղումը, չէ՞, սահմանադրությունից։ Եվ ով է անում, այն մարդը, որը ժամանակին հիմնավորում էր, որ ներածության մեջ հռչակագրի ներառումը միջազգային իրավունքին համահունչ է, Վլադիմիր Վարդանյան։ Մարդը դրա հակառակն է անում հիմա։ Եվ իրեն նշանակեցին սահմանադրական դատարանի նախագահ, գիտեք ինչ, որ փոփոխությունը փափուկ եւ անամպ անցկացնեն։ տխուր է։ Շնորհակալություն։ Լավատեսական նշեցի 5-ից 6 օրը դա, բայց երբ որ թանգարանում էին ինձ ասում, որ գիտեք շատ վատ է դեպի վիճակը, ես ոնց եք դուք գոյատևելու ներկայացնելու, ես դե դուբեցի եմ չեմ կարող հումոր չանել, ասում գիտեք մենք լավատես ենք։ Առնվազն գոնե վերջին 3000 տարիների ընթացքում։ Այդ լավատեսությունն է մեզ փրկել ու վստահ եմ հիմա էլ է մեզ ուժ տալու, որ հաղթահարենք։ Իսկապես հումորով ենք նայում, ծիծաղում ենք, բայց այս խայտառակագույն վիճակը, որը ամեն օր մեր մաշկի վրա ենք զգում եւ մեր հենց հաղորդումները, չգիտեմ, կոչ են, կոչնակ, զանգ, բարձրաձայն մտածում, ինչպես ուզում եք ընկալեք, բայց այլ եմ ասել, մի հատ հասկանանք մեր շուրջ ինչ է կատարվում եւ մեր հետ ինչ են անում։ Եթե ունեք ասելիք, ավարտեք Պանդեմոյան ու թիրախավորված է նախաձեռնողականությունը, այսինքն անհատական եւ խմբակային նախաձեռնողականություն։ Հիշենք 88 թիվը, այսօր չես տեսեք այդ թվին հետ կապված էլի խնդիր եղավ։ 88 թվին ելանք մի ամբողջ կայսրության դեմ, մի ամբողջ ահռելի համակարգ եւ վստահություն կար, կռվելու հակազդելու ուժ կար, գրավոր թղթի ձևով, մեկը հացադուլով, մեկը արևի տակ կանգնելով, չգիտեմ եւ այլն, հակազդեցության այդ էներգիան բերեց, չէ՞։ Այո։ Նրան, որ այսօր ասում է Ղարաբաղյան շարժումից հրաժարվում ենք, մարդը այդ պայմանական ասած մարդը չի հասկանում, որ այդ էներգիան պետությանը նախապատրաստեց, որ պետություն ունենալը զողողությունների միջոցով մենք ոչ թե նվեր ստացանք, այլ այդ գիտակցումը բերեց 91 թվականի 90-ի հռչակագիր եւ 91 թվականի քվեարկությանը բերեց։ Պետականության գիտակցման կարեւորությունն ու անհրաժեշտությունը մենք եկանք դրան, դա 18 թիվ չէր։ Մենք պայքարով, կռիվով այդ շարժումը ավելի ներկային Ղարաբաղյան։ Իհարկե։ Սահմանների թուրքացումը ինչ է կլը։ Հիմա դեռ դա պահվում է, դեռ չի ոչնչացրել։ Բայց դա է թիրախավորում։ Իր համար Արցախն է թիրախավորում, բայց թիրախավորումը պետականության մեկնարկի եւ դրա անհրաժեշտության գաղափարախոսությունը մեր։ Այ երբ որ վերադառնանք դրան եւ ոչ մեկ մենաշնորհ չհամարի, որ պետությունը իրանք ստեղծեցին, իրանք կայացրին եւ այլ ահռելի քանակության սխալներ ենք թույլ տվել։ Ահռելի։ Մի հարց էլ կա, ավարտել ենք, բայց շատ կարևոր է, էլի, տեսեք, Թուրքիայի հանդեպ աստիճանաբար չեմ ասի թե սիրով լցվելու, բայց թշնամի չնայելու։ Մեզ մի տեսակ չեն կարգել երկու թշնամ։ Հակառուսականության դոզան ավելի բարձր է, քան թուրք ատելու դոզան։ Ռուս ու հրեա, ջհուդ։ Էս են մեր մեջ մտցնում, թուրքին սենց ծխծրած տակից անում են։ Նայեք սխալ ընկալումը որն է, պետք չի որևէ մեկի ատել։ Երբ որ դու ուժեղ ես, Անդեմն չէ կներ, այդ մարդիկ գիտեմ իմ շրջապատում, ռուսին ավելի շատ ատում, թուրքի հետ դից բան կանի էլի։
Պապերին մորթել է այդ թուրքը, բայց հուս ավելի ատում։ Ինչի հետևանքա։ Մեդիա դոզայի վերջ։ Հա, որտեղ խոսացող գլուխներ կան, վճարում է հենց այդ ուղղությունը, Հա, ասենք, կան գալիս է, բոլորը դա։ Հակառ ռուսականության մանիակները, ոնց որ Խզմալյաններն են, Շիրինյաններն են, էսա, դոզ են տալիս են էլի մարդկանց։ Այդ իրականում մենք ապրում ենք մի մարդ շրջապատում, որոնք մի բան են ցերեկը, գիշերը դեռ ուրիշ բան են։ Եվ այսօր իրականում արվում է շատ բան, այն ինչ որ հակահակասա են կանում, իրականում դրանք այդպես են պատրաստված եւ այդպիսի հանձնառություն ունեն, որպիսի կոծկեն իրենց իրական կերպարները, պարզ բացատրեցի, չէ։ Հական չի նշանակում նա իսկապես հակա է։ Հասկացա, բայց ասենք բանը, բայց ինչ վերաբերում է ցեղասպանության հիշողությանը, նա էլ գիտեք, դա խանգարում է, բայց լավ է դա ինչքան կարելի է խոսել, այս է վտանգավորը։ Ցեղասպանության հիշողությունը ամաչելու, վախենալու հարց չի, դա անվտանգության հարց է։ Այո։ Այսօր Իսրայելը հոլոկոստի հիշողության վրա է ստեղծվել։ Այս չեն ուզում հասկանալ։ Իսրայելը ստեղծվել է հոլոկոստի հիշողության վրա, հոլոկոստի վերապրողներից։ Այլևս երբեք որ ասում են, դա իրանց համար այն green card-ն ամեն ինչ կարող են թույլ տալ, որովհետև մեզ համար կա այլևս երբեկի գաղափարախոսությունը, մենք տեսել ենք ցեղասպանություն, դա թույլ չտանք։ Ախր Իսկ մեր մոտ ինչ ալնում, դե լավ, դնենք մի կողմ թուրքերի հետ առևտուր անենք, սահմանը բացենք եւ այլն խանգարում օլիգարխների մակարդակով։ Չէ, տեսեք, դուք ասում եք նորից թեմա է բացվում, էլի 45 թիվ, 48 թիվ Իսրայելի ծնունդ, 15 թիվ, 18 թիվ Հայաստանի ծնունդ։ Ոնց նրանք պահեցին, մենք չէ։ Դե դու այնտեղ հասկանում եք Իսրայելը որևէ շանս չուներ, երբ որ 5 արաբական երկիր պատերազմում էին Իսրայելի դեմ, այդ ինչ են քարերով կռվեցին, իհարկե կարողացան ճիշտ աջակցություն ստանալ։ Խնդիրը այսինքն ինչի ստեղծել ենք։ Հա, մենք ինչ էինք ասում, մենք ասում ենք կոմպլիմենտար քաղաքականություն, լավ կլիներ, մի քիչ սրանից կատկուտեն, միջև սրանից կատենք, հետո եկավ եւ-ը, հիշում եք եւ եկա։ Այ ես վերջերս էլ ասեց, ով որ Ռուսաստանին քննադատի, նա ինչա, ինոագենտ է։ Այսինքն դիսկուրսա վերում համահավասարեցումը, որ ավելի գույները թունդացնում է, էլի։ Հիմա հասկանում եք, երբ որ դու հարց ես դնում Արևմուտքի կամ Ռուսաստանի, այդ նշանակում է դու չկաս։ Իսրայելը չունի Արևմուտքի եւ սրա նրա, Իսրայելը ունի սեփականը, ինքը չունի սրա նրա, ինքը օգտագործում է իր անվտանգության համար, այլ ոչ է կարճած է կամ կցորդ է հանդիսանում սրա նրա անվտանգության տեղային ինչ որ հարցեր լուծելու համար, մի հատ ինչ որ փոքր մի հատ տուփ էլի բացում են, օգտագործում են միանգամայն, գցում են մի կողմ։ Հիմա մենք ունենք այդ ուժը, այդ ուժին ենք գալիս։ Մենք չունենք, մենք ունենք սպասարկող պետություն։ Մենք սպասարկում ենք Ռուսաստան, հա, սանկցիաների պարագայում։ Արևմուտքին ինչ որ բան է պետք, որ նավթամուղի մոտ հայեր չապրեին հանգարց Արցախը եւ այլն, դրան պետք է դատարկվի, որ նավթը անվտանգ շատ գա դեպի արևմուտք, հա։ Պարսկաստանի Իրանի հարցը կար նաեւ, հա, որը շարունակական է, ընթացիկը մենք այս բանը որ խոսում ենք։ Այդ հարցերը բոլորը կլուծեն ի վնաս մեզ։ Եվ մենք այսօր ունենք մի սպասարկող անձնակազմ, որոնց պետք է շատ դաժան դատաստան, տրիբունալ պետք է լինի։ Ընդ որում նաև ոչ միայն իրենց, նաև իրենց նախապատրաստում են, հասկանանք, մենք գնում ենք երկրորդ ցեղասպանության, հաջորդ կանգառը երկրորդ ցեղասպանությունն է լիակատար արդյունքով, որովհետև այսօր տեխնոլոգիաները, չգիտեմ, ամեն ինչ հնարավորություն տալիս է այս փոքր տարածքը մարտազերծ դարձնել, հա, այսինքն ոչ թե էթնիկ զտման մասին են խոսում, ընդհանրապես հայաթափել եւ ինվենտարիզացիա անել ում ինչը հասնելու։ Շնորհակալություն, այսօր եկեք այսքանով սահմանափակվենք, ավելի քան 1 ժամ զրուցում ենք, հարցերը շատ են։ Խոհեմությունը, ստապ դատողությունը հուսամ կգերակայի, լավ եղեք։ Շնորհակալություն, ապրենք այդ հույսով։ Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն էր այսօր մեր հյուրը։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալ ենք մեր ալիքին այսքան ակտիվ բաժանորդագրվելու համար եւ ամենակարևորը հիշեք, որ աջակցեք մեր Patreon-ին, որի QR կոդը դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Patreon-ի մասին հղումը կարող եք գտնել նաեւ վիդեոյի նկարագրության բաժնում։ Այդ կերպ դուք կնպաստեք մեր նախագծերի զարգացմանն ու ալիքի աջակցմանը։ Շնորհակալություն։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը,
աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։